Պարոն Նարայան, որ խնդրեմ կներկայացնեք, դուք հայտարարել եք, որ շարժում եք սկսում, ինչ շարժման մասին է խոսքը։ Ուղիղ ու փոխաբերական իմաստով վերածննդի։ Նպատակն է պահանջ իշխանությունների հրաժարականը բացառելով նախկին իշխանությունների վերադարձ։ Ես սրա մեջ եմ տեսնում միայն Հայաստանի հայեցի ապագան ու եթե այս գաղափարը կիսողների քանակը Հայաստանում ավելի շատ լինի, քան մյուսներինը, ապա մենք արժանի ենք այդ իրականությանը։ Եթե ավելի շատ են մարդիկ, ովքեր ընդունում են Նիկոլին, ուրեմն արժանի ենք Նիկոլին, ընդունում են նախկինին, ուրեմն արժանի ենք նախկինին։ Ու արժանի ենք ոչ թե նրա համար, որ դա ճիշտն է, այլ որ այսօր մենք մեր զարգացվածության, հայրենասիրության պակասի արդյունքում եկե հասել ենք նրան, որ այսօր մեզ բավարար է Նիկոլը կամ նախկին իշխանությունները։ Այն դեպքում, որ բոլորն էլ ուղղորդվում են մի կետից, բոլորն էլ հպատակության մտածելակերպի տեր ղեկավարներ են, իսկ արժանապատիվ անձը, մարդը չի կարա ճանաչի ղեկավար մեկին, ով ունի հպատակի մտածելակերպ։ Դրա համար շարժումը հետապնդում է բացառապես ներկայի ու նախկինի մերժում, էլ չեմ մանրամասնում տարատեսակ բաներ, նախկինների ժամանակ պարտգույքի դիմաց, Արցախի կորուստները ու շարունակ։ Այն մարդիկ, ովքեր հասկանում են իրականում ինչ է կատարվում, ընդհանրապես կարիքը չկա ես մի բան էլ մանրամասնեմ։ Չհասկացողն էլ եթե այսքան ժամանակ իր մաշկի վրա զգալով անգամ չի հասկացել, ոնց էլ բացատրես չի հասկանա, իսկ հասկացող մարդկանց եւս մեկ անգամ ձեր հարթակից օգտվելով եւս կոչ կանեմ ապրիլի 12-ին ժամը 18:00 անկախ եղանակից, անկախ ամեն ինչից կանգնել մեր կողքին ու իրականացնել այս նպատակը։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու, այսինքն փողոցային պայքար ենթադրում շարժումը, ինչ որ ակցիաներ եք կազմակերպելու, ինչ եք անելու։ Դե բնականաբար պայքարը փողոցային է ու մենք տրամադրված ենք գործողության։ Իսկ գործողություն տեղի չի ունենա մենակ մի դեպքում, եթե բավարար քանակությունը չլինի։ Ես իմ ազգին վերաբերվում եմ նենց, որ բոլորը adekvat են։ Ժողովուրդը հասարակությունը չէ, կոնկրետ խոսում եմ հայ ազգի մասին ու ազգային այն փոքրամասնությունների, ովքեր եւս Հայաստանը համարում են իրենց հայրենիք։ Եզդիների, ասորիների եւ այլն։ Այս մարդկանց մեջից ցանկացած adekvat մարդ հստակ հասկանում է, որ գործողության համար պետք է քանակ։ Ու adekvat ու հաստատված կայացած մարդը չի սպասի, տեսնի ով է հավաքվում, ինչ են անում, նոր ինքը միանա։ Խելացի մարդը հասկանում որ պետք է միանա, որ արվի։ Դրա համար հենց այդ խելացի մարդկանց եմ կոչ անում։ Միանան ամսի 12-ին ժամը 18:00։ Ես մի վայրկյան անգամ չեմ տատանվի գործողության մեջ, եթե լինի բավարար քանակություն։ Բավարար քանակություն ասել եմ, ինչքան մարդի նկատի ունեք եւ ինչքան եք դուք ակնկալում տեսնել վաղը։ Ամեն մեկը թող իրանով հաշվի մի հոգի։ Ամեն մեկ իր պարտքը համար ինտեղ ներկա գտնվել ու ես համոզված եմ, որ adekvat մարդկանց քանակությունը հենց բավարար քանակությունը կլինի, եթե նաեւ ունենան վճռականություն դուրս գալու։ Առանց քանակ ասելու ամեն մեկը թող ուղղակի ինքը իր պատասխանատվությամբ ու խղճի առաջ որոշում կայացրած ընդհանրապես վաղը դուրս գա ամսի 12-ին։ Բավարար քանակության դեպքում մեզ շատ երկար ժամանակ էլ պետք չի։ Նիկոլը ընտեղեն չի ով կդիմակայի այդ քանակության ու ազգային ոստության ճանապարհով դուրս եկած պահանջին։ Ընդհանրապես յուրաքանչյուր մարդ ինքը իրան հավատա, իր ուժին, մեր միասնական ուժին։ Այդ ուժի դեմ ոչ մի ուրիշ ուժ չի կարա։ Ընդհանրապես այսքանը կասեմ ու կավելացնեմ, որ ուզեն թե չուզեն, հավատան թե չէ, պատկերացնեն թե չէ, իմանան թե չէ։ Սա մեր վերջի ու միակ հնարավորությունն է։ Պարոն Նարայան, նման պահանջով վերջին շրջանում էլի բողոքի ակցիաներ եղել են, ինչ է կարծում այս ակցիան, ինչ հանգրվան կունենա, այսպես ասած, եւ ինչու հենց ձեր ակցիան պիտի իշխանափոխություն բերի։ Հանգրվանը կախված է քանակությունից։
այսինքն յուրաքանչյուր անհատի վճռականությունից։ Կվճռեն հանգրվանը կլինի հաղթական։ Չեն վճռի կնստեն դիտորդի կարգավիճակում, ոնց որ բոլորին Նիկոլը ընտելացրել է, որ Հայաստանը դա օնլայն է։ Ուրեմն հանգրվանը կլինի Նիկոլի հաղթանակով, նախկինների հաղթանակով ու նորից ազգովին նույն տաշտակի մոտ կնստենք։ Մի փուճուր վճռականություն բոլորից ու հանգրվանը կլինի հայ հաղթանակ։